Նիհաո, ես Դավիթն եմ, Մարի գալուստ էլեկտրոմոբիլների աշխարհ։ Ժողովրդան այսօր շաբլոնները կրկին կոտրելով ես կներկայացնեմ ձեզ արդար ազնիվ ու անաչառ բոլոր այն մինուսները ու անհարմարությունները ու աչք մտնող էպիկ ֆեյլները, որոնց դուք կարաք ռաստվեք գնելով էլեկտրական մեքենա։ Գնացինք։ Հեռահարությունը, միջինացված ամռանը դուք վարում եք 350-ից 450 կիլոմետր, իսկ ձմռանը 200-ից 300 կիլոմետր ընդամենը։ Արագ լիցքավորման կայաններում պարբերաբար գոյացող ու ներվայնացնող հերթեր, շարժիչի ձայնի իսպառ բացակայությունը, որը կարող է լուրջ ստրես հանգեցնել ողջ կյանքը բենզինային մեքենա վարող վարորդների մոտ։ Տան պայմաններում առաջանում են որոշակի խնդիրներ լիցքավորիչի տեղադրման հետ կապված, եթե դուք բնակվում եք բազմահարկանի նորակառույց շենքում կամ չունեք ավտոտնակ։ Հեռու ճանապարհ գնալուց ավելորդ անհանգստություն այն բանի համար, որ կարող է լիցքը չհերիքի կամ կարող է արագ լիցքավորման կայանը չաշխատել, որտեղից որ դուք պլանավորում եք լիցքավորում կատարել, քանի որ էլեկտրոմոբիլների մոտ դիմացը թեթև է ու չկա շարժիչ, բյուջետային, արժևի քարշակ քաղաքային քրոսովերները անկառավարելի են էքստրեմալ իրավիճակների ժամանակ ու սառած ու ձյունոտ մակերեսներին։ Ինչքան արագ եք վարում, այնքան լիցքը շատ ավելի արագ է պակասում ու օրինակ 150-160 կմ/ժ արագությամբ վարելիս դուք կարող եք մնալ ճանապարհին ու տեղ չհասնել։ Եթե չեք կարողացել հասնել արագ լիցքավորման կայանին ու լիցքը վերջացել է, տուպը մնում եք ճանապարհի վրա ու կանչում եք էվակուատոր, որը մի կլորի գումար է նստում ձեր վրա, եթե դուք քաղաքից դուրս եք։ Բյուջետային արժևի քարշակ էլեկտրոմոբիլները նախատեսված չեն արագ վարման համար եւ վարելով դրանց 120 կմ/ից ավել արագության դեպքում դուք վտանգում եք ձեր կյանքը։ Եթե էլեկտրոմոբիլ, ապա հուսալին, կառավարելին ու անվտանգը դա հետևի քարշակն է կամ լիաքարշակն է։ Ու վերջի ամենամեծ աչք մտնող էպիկ ֆեյլը դա լիթիի-իոնային մարտկոցներն են, որոնք հրկիզվող են, կարող են վտանգել ձեր եւ ձեր մտերիմների կյանքը եւ ընդամենը 300,000 կիլոմետրի կյանք են ապահովում։ Ճիշտ ընտրությունը դա երկաթաֆոսֆատային մարտկոցով էլեկտրոմոբիլ գներն է, որը չհրկիզվող է եւ որի կյանքն է 1 միլիոն կիլոմետր։ Ու վերջում դա միֆ է, Ժորժան, որ էլեկտրոմոբիլները ունեն ճառագայթում եւ նմանվում են միկրոալիքային վառարանների, քանզի փաստերով տեղադրեմ հոլովակը մեկնաբանություններում, որտեղ որ մարդիկ սարքերով չափում են ճառագայթումը էլեկտրոմոբիլի մեջ, դուրս, կողքը միացրած թե անջատած ու ապացուցում են, որ ճառագայթումը թույլատրելի նորմայի մեջ է եւ ուղղը այնքան է, ինչքան որ բենզինային մեքենաների մոտ։ Այսօր այսքանը։ Եթե այս պահին ընտրում եք կամ ճաշում եք, ապա ծունի յոկը խաուիկը։ Կհանդիպենք։